Ողջույն բոլորիդ, շարունակում ենք չաղանալ, այսօր պատրաստելու եմ փեթակ առաջին անգամ ու եթե լավ ստացվի ձեր հետ կիսվելու եմ վիդեոյով։ Հիմա ասեմ մեզ ինչա պետք։ Խմորի համար 2 բաժակ ալյուն, 1 բաժակ շաքարավազ, 5 ձու, 3 ճաշի քթալ մեղր, 3 թեյի քթալ սոդա, իսկ կրեմի համար խտացրած կաթ 1 տուփ եփած եւ 200 գրամ կարակ։ Դե ինչ գնացինք։ Ձուն հարելուց հետո ավելացնում ենք շաքարավազը, հարում ենք այնքան, որ փրփրի, սպիտակի, որից հետո ավելացնելու ենք մեղրը։ Խառնելուց հետո պետք է ավելացնենք ալյուրը, ալյուրի հետ նաև պետք է ավելացնենք սոդան։ Այս ամենը լավ խառնում ենք, որից հետո պետք է տեղափոխենք այն տարայի մեջ, որով որ պետք է գոլորշու վրա եփենք։ Եփելու ենք մոտավոր 30-ից 40 րոպե, ընթացքում գույնը փոխվելու է, մքանալու է։ Մինչև խմորը կսառի, մենք կպատրաստենք կրեմը, կարագը լավ հարում ենք, հետո ավելացնում ենք խտացրած կաթը քիչ-քիչ։ Խմորը սառելուց հետո գնդում ենք, այնուհետև գրտնակի օգնությամբ բացում և տեղափոխում ջեռոց, որը պետք է նախապես տաքացրած լինենք և թխենք 180 աստիճան ջերմության տակ։ Անկեղծ ասած չէի պատկերացնում, որ այսքան սիրուն շերտեր կստացվեն։ Կտրում ենք շերտերի կողքերի ավելհատվածները, հետո մանրացնելու ենք, մեզ պետք են վերևի շերտի համար։ Հետո տարածում ենք կրեմը շերտերի վրա, այնուհետև ավելացնում փշուրները։ Եվ հետո իհարկե վերջում թողում ենք մի քանի ժամ փափկի ցանկալի է սառնարանում։ Մինչև կփափկի ես կարգի բերեմ խոհանոցը ու կտրեմ ձեզ ցույց տամ վերջնական արդյունքը։